Իրան-ԱՄՆ լարվածությունը շարունակում է սրվել կողմերի միջև փոխադարձ ռազմական գործողությունների նոր փուլով։ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Քուվեյթում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման կենտրոններին և ռազմական ենթակառուցվածքներին։ Զուգահեռաբար ԱՄՆ զինված ուժերը հայտնել են, որ իրականացրել են հարվածներ Իրանի տասնյակ ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Ըստ ամերիկյան կողմի, թիրախավորվել են ափամերձ դիտարկման և հակաօդային պաշտպանության համակարգերը, ռազմալոգիստիկ ենթակառուցվածքներն ու ռազմածովային ուժերին առնչվող օբյեկտները։ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ Իրանի դեմ վերջին ռազմական գործողությունների պատճառը եղել է կողմերի միջև ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի խախտումը։ Նրա խոսքով հուշագրով նախատեսված էր, որ Իրանը չպետք է կրակ բացեր Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի ուղղությամբ, սակայն Վաշինգտոնը պնդում է, որ Թեհրանը խախտել է այդ պայմանավորվածությունը։ Այսպիսով, վերջին զարգացումները վկայում են, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված, իսկ Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական դիմակայությունը մտնում է նոր, առավել վտանգավոր փուլ։ Հիշեցնենք, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հակամարտությունը սրվեց 2026 թվականի փետրվարի վերջին, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ հարվածներ հասցրին Իրանի ռազմական և ռազմավարական նշանակության օբյեկտներին, հայտարարելով, որ նպատակ ունեն կանխել Իրանի ռազմական և միջուկային ծրագրերի հետագա զարգացումը։ Որոշ ժամանակ անց Իրանին հաջողեց ԱՄՆ-ին պարտավորեցնել կատարել իր 10 պահանջը, այդ թվում ԱՄՆ զորքերի դուրսբերումը։